Հավերժի ճամփորդ Խաչիկ Պետրոսյան Խաչիկ Հրաչիկի Պետրոսյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խոտ գյուղում։ Պատերազմից առաջ զբաղվում էր գյուղական մենատնտեսությամբ, ունի 1 դուստր։ Զինվորական կոչումով ենթասպայական կազմի զինծառայող էր։ Երբ սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական զորքերը պատերազմ սանձազերծեցին Արցախի դեմ, Խաչիկը 1-2 օրում կարգի բերեց սեփական ԿԱՄԱԶ ավտոմեքենան ու ներկայացավ Սյունիքի զինկոմիսարիատ ռազմական գործողություններում հայոց բանակին իր համեստ աջակցությունը բերելու պատրաստակամությամբ։ Եվ օրեր շարունակ իր մեքենայով զենք ու զինամթերք էր հասցնում առաջնագիծ, այդ կերպ նպաստելով հայրենյաց հողի պաշտպանության համար մղվող մարտերին։ Խաչիկ Պետրոսյանը հերոսաբար զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին, պատերազմական գործողությունների ավարտից ընդամենը 2 օր առաջ։ Նա իսկական հայրենասեր էր եւ արիաբար կատարեց իր պարտքը ակտիվ մասնակցություն ունենալով Կուբատլուի տարածքում ընթացող մարտական գործողություններին, կենաց մահու պայքար մղելով մինչև վերջ։ Հոկտեմբերի 23-ին Կուբատլուի տարածքում հերթական անգամ կրակագիծ զինամթերք տեղափոխելիս նա դարձավ թշնամու անօդաչու թռչող սարքի թիրախ, ստանալով բազմաթիվ անբուժելի վերքեր։ Նոյեմբերի 9-ին նրա աճյունը հարազատ Խոտ գյուղում հանձնվեց հողին զինվորական պատիվներով եւ Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո։